Ընկերներ, բարև ձեզ, խաղաղություն ձեզ, ուզում եմ ճիշտ ասած քաղաքական գործիչներին խոսքս ուղղեմ, հեսա գիտենք, որ մի 6 ամսից ընտրություններ արնելու ազգային ժողովի, ու գիտեք հետաքրքիրն ինչի վրա եմ ուշադրություն դարձրել, հենց խոսքս ուղղվում է Նարեկ Կարապետյանին, իշխանավորներին ու մնացած քաղաքական գործիչներին։ Ընկերներ, որտեղ եք սովորել կամ որ եկեղեցում են սովորացրել, հայ առաքելական որ եկեղեցում են սովորացրել, որ պետք է մեկին գցել, որ դու բարձրանաս։ Որտեղ է կամ Աստվածաշնչում գրված։ Հիմա խոսքս ուղղվում է Նարեկին Կարապետյան։ Շատ բարի է եղբայր, որ դու ուզում ես իրականում գործարաններ կառուցես։ Փառք Աստծուն, որ այդ միտքը քեզ Աստված տվել է ու դաժե հնարավորություն ունես, չգիտեմ, ներդրումներ ներգրավելու եւ այլն։ Բայց գիտես խնդիրը որն է, արի միասնության կոչերով։ Արի ասա մենք կան գործարան կառուցենք, դուք էլ ասֆալտապատումն ու չգիտեմ, ասենք դպրոցների կառուցումը։ Գիտես, երբ որ երկուսդ մեկ դառնաք, գործը շատ ավելի լավ կեթա։ Իրականում իօքու ժողովրդին կեթա, ոչ թե ինչ-որ մեկին, որովհետև եթե մեկը գալիս է ու ասում է սրանք էս չեն արել, այսինքն դատով է սկսում իր գործը, չի կարող արդարություն լինի այդտեղ։ Ընկերներ, ուղիղ ձեզ ասում եմ, ճշմարտությունն եմ ասում։ Նարեկին էլ Կարապետյան խնդրում եմ, եղբայր։ Լավ է որ քաղաքականության մեջ ես խորացել, բայց ամենակարևորը այս աշխարհի ստեղծումից Աստվածաշունչն է։ Ինձ նիսկ ես խորհուրդ ընկեր, մի անգամ Աստվածաշունչը կարդա, ամեն դեպքում, հետո ամեն բան բարձ կլինի։ Այն հայ առաքելական եկեղեցիների մեջքին որ կանգնած ես, հիմքը խաղաղությունն է, հիմքը խաղաղությունն է, ընկեր, ես ինձանից ոչ մի բան չեմ հորինում։ Իրականում բարի է, ու մենակ իրան չի վերաբերվում, բոլոր մնացած կուսակցություններին, որ հիմա եկել եք, ու իրականում ուզում եք ինչ-որ բան, բայց մի փնովեք, ընկերներ, ուզում եմ հասկանամ, գիտեք, ամեն մեկը ձեր բացը մատնացույց անելով, չգիտեմ որտեղ, ես չեմ հավատա, որ ասեք տունը մեզ սովորացրել են, որ դու տենց ես անում, քո ինչ-որ դու բարձանում ես կամ քո ես ավելի է բարձանում։ Մեկը մյուսի թերությունը մատնացույց անելով ընկերներ, բարի չի լինելու այդտեղ, չի կարա բարի լինի։ Միասնության մեջ է բարի։ Գիտես, շատերը կան, կոչ են անում, որ մենք գանք սենցա լինելու, որ մենք գանք կնեցա լինելու, բայց ի սկզբանե ներքուստ ուժը թշնամանք ունեն, այն հայի նկատմամբ, որ հայ է իրականում։ Բացարձակ հայ է։ Ունդեղ մի էլ ասեք, արյունը Թուրքիա եւ այլն, այտենց բաներ մի խոսացեք, դա ճշմարտություն չի իրականում։ Դա չկա տենց բան, որ դա թշնամությունը ներշնչող իրականում Աստծո աշկին զզվելի գործերից մեկը, ամենազզվելի եղբայրների մեջ իրականում կռիվ գցելն է։ Դա ուղիղ ասում եմ, չես կարող ասես ես քրիստոնյա եմ, մտնում եմ հայ առաքելական եկեղեցի, խոնարհվում եմ միջև գետին ու պաչում եմ, եթե դու երկու աղբերների միջև կամ հարևանների միջև կամ չգիտեմ ազգականների միջև կամ ազգի միջև երկու հոգու թշնամացնում ես։ Դա ճշմարտություն չկա դրա մեջ։ Ով էլ ասի ես ճշմարիտ քրիստոնյա եմ, բայց ելնի ասի, էսի սուտասանն է, էսի նենց անում են, ինենց անում։ Ճշմարտություն չկա այդ մարդու մեջ։ Գալիս է խաբելու համար, նստելու ես երկիրը ավիրի։ Բայց միաբանվեք ընկերներ, միասնության կոչ արեք։ Նարեկ Կարապետյան ջան, կհաղթես այն դեպքում, չեմ ասում իշխանությունը, բայց մեծամասնություն կլինի այն դեպքում, երբ որ միասնության քարոզ անես, երբ որ խաղաղության քարոզ անես, ու մենակ քեզ չի վերաբերվում, ընկեր, բոլորին է վերաբերվում։ Խաղաղության քարոզը, երբ որ երկիրը բերում եք մեկ միասնական մարմնի։ Դու այն ես անում, ես ես եմ անում, դու այն ես անում, ես ես մյուսն եմ անում։ Ու տես ծաղկում է, թե երկիրը, թե չգիտեմ, ամեն ինչն է ծաղկում, ընկերներ, արեք ու կտեսնեք։ Դա ես ինձնից չեմ հորին, ընկերներ, դա վերցրել եմ հիմք Աստվածաշունչը։ Այն Աստվածաշունչը, որին դուք պաշտում եք, որին դուք հավանում եք, որը սարքել եք սրբություն, ու դուք ասում եք դա մեր լույսն է։ Եթե ձեր լույսն է, ձեր լույսով էլ առաջնորդվեք, ընկերներ։ Ձեզանից մի օրինակ ինչ-որ թյորեմներ, բանաձևեր, որ սրանով կարաք հաղթեք, չգիտեմ։ Այն խորհուրդ տվողներին էլ ուզում եմ ասեմ, բարի խորհուրդներ տվեք։ Չար խորհուրդը չար տեղ է տանում իրականում։ Ու Աստծո աշկերտին զզվելի է իրականում, գիտեք, այտենց չար խորհուրդներ, այդ որ նստում եք իրար հետ քննում եք, չար բաներ եք մտածում։ Բարի մտածեք, ընկերներ։ Նորից եմ ասում, Նարեկ ջան, շատ բարի է որ դու գործարաններ ես ուզում կառուցես։ Թող Աստված քեզ շատ օրհնի ու հաջողի քո գործում, որ եկող տարի ինչ որ մի մաս ունենաս ու ասենք, չգիտեմ, 5000 հատ գործարան սարքես, թող իրականում ստացվի, բայց միասնություն արա։ Թե իշխանության գլուխում ով կլինի, իրականում դա ինձ չի հետաքրքրում, բայց ցանկացած իշխանություն գալիս Աստծուց։ Եթե Աստված կամենա, դուք կարող եք իշխանության։ Եթե Աստված կամենա, որ ուրիշին բերի, ուրիշն է գալու իշխանության, ընկերներ։ Դրա համար սրանով է ուզում կիսվել, ընկերներ։ Խաղաղության կոչը մենակ ոնց ասեմ, ձևական չի, մենակ խոսքով չի, նաև գործով ցույց տվեք։ Ասում եմ, հավատքը առանց գործերի մեղած է։ Եթե հավատում եք ճշմարիտ Աստվածաշնչին, ճշմարիտ Աստծո խոսքին, գործով ցույց տվեք, ընկերներ, խոսացողները շատ են։ Այսօր շատ մարդիկ կան, որ ասում են մենք ճշմարիտ քրիստոնյաներ ենք, բայց իրականում իժի զավակներ են։ Թաքուն են, որ ասում են գայլեր են, ոչխարի մորթիներով, գալիս են հափշտակելու։ Դուք տարբերվեք, ընկերներ։ Երանի ասում է խաղարարներին, որ նրանք Աստծո որդի կկոչվեն։ Խաղաղություն արեք, ընկերներ։ Խաղաղություն արեք, որովհետև ձեր Քրիստոս Հիսուսը դա ձեզ պատվիրել է։ Սրանով է ուզում կիսվել, ընկերներ։ Ամեն դեպքում օրդում եմ
բոլոր քաղաքական գործիչներին, կուսակցություններին եւ այլն։ Խաղաղությունով մոտիկացեք իրար ընկերներ։ Հիշեք իրականում այն ինչ որ ասել եմ, ու երբ որ գալիս եմ որ բերանը պետք է բացես իրան փնովելու համար, զսպի, շուրթերը զսպի, որովհետեւ գրած է շուրթերը զսպողը քաղաք գրավողից զորավոր է։ Շոտկի գրած է տենց էլ ուղիղ ձեզ ասում եմ ընկերներ։ Սրանով է այսօր ուզում կիսվեի ձեր հետ ընկերներ, սրտից մեջ կար, շատ եմ տենում իրար գցելու մասը, ասենց վայ։ Թող Աստված ձեզ շատ օրհնի ընկերներ։ Օրհնում եմ, թող իրականում ձեզ իմաստություն ու խաղաղության սիրտ տա, որ մեկը մյուսի հետ խաղաղություն անեք։ Օրհնում եմ ձեզ անունով Որդու եւ Սուրբ Հոգու, ամեն։